Ճապոնիայում իրեր ունենալու մի լուր փիլիսոփայություն կա։ Ավելի լավ է ունենալ մեկ լավ բան, քան մի քանի ընդունելի։ Ոչ թե ամենանոր դանակը, այլ այն մեկը, որը 100 անգամ սրել ես։ Ոչ թե գրիչներով լի դարակը, այլ այն գրիչը, որը ձեռքդ գտնում է առանց նայելու։ Ոչ թե սեզոնային նոր պայուսակը, այլ այն մեկը, որն արդեն սովորել է քո ուսին։ Սա նշանակում է կապվածություն, այն ջերմ զգացումը, որ առաջանում է մի իրի հանդեպ, երբ այն երկար մնում է քո կյանքում։ Մեր կյանք մտնող իրերի մեծ մասը օտար է մնում։ Գալիս են, ծառայում են, հետո փոխարինվում։ Մենք չենք հասցնում ճանաչել դրանց ծանրությունը, իսկ դրանք չեն հասցնում ճանաչել մեր ձեռքերը։ Բայց որոշ իրեր, երբ բավականին երկար ենք պահում, կարծես սկսում են հասկանալ մեզ։ Բռնակը հարթվում է հենց այն տեղում, որտեղ մենք բռնում ենք։ Կոշիկներն այնպես են նստում, որ կթվա թե ուրիշ ոչ մեկի երբեք չեն սազի։ Բաճկոնը շարժվում է մեզ հետ, կարծես մեզնից մի պահ ավելի շուտ զգալով մեր քայլը։ Սա մինիմալիզմ չէ որպես արտաքին ոճ, սա մինիմալիզմ է որպես հարաբերություն։ Խորությունը հնարավոր չէ գնել։ Այն կուտակվում է այն ժամանակ, երբ որոշում ենք ամեն ինչ անմիջապես չփոխարինել։ Այն իրերը, որոնք բավականին երկար ենք պահում, ժամանակի ընթացքում սկսում են պահել հենց մեզ։